Անչափահասի նկատմամբ սեռական բռնի գործողություն է կատարվել Լորիում, մեկ անձ կալանավորվել է։ Ըստ քննչական կոմիտեի հայտարարության, ՄՊ-ն այցելելով անչափահասի բնակության վայր եւ օգտվելով նրա տանը միայնակ գտնվելու հանգամանքից, բռնի սեռական գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 14 վագոն 977 տոննա ընդհանուր քաշով ցորենի հերթական խմբականակը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Օրեր առաջ նույն տարանցիկ ճանապարհով Ռուսաստանից եւս մեկ բեռնափոխադրում էր իրականացվել։ Հայաստան էր ուղարկվել պարարտանյութով լի 6 վագոն մոտ 402 տոննա եւ հացահատիկով լի 4 վագոն մոտ 276 տոննա։ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները մտերիմ են ու դաշնակցային, բայց միևնույն ժամանակ բարդ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա, այդ բարդությունները պայմանավորված են նրանով, որ Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել իր ուղեցիր եւ խզել Երևանի թե փոխշահավետ տնտեսական ու առևտրային եւ թե ներդրումային կապերը ԱՊՀ ու ԵԱՏՄ իր գործընկերների հետ։ Լավրովը զգուշացրել է, որ նման քաղաքականության հետևանքով Երևանը ռիսկի է դիմում կորցնել իր բոլոր առավելություններն ու արտոնությունները ԵԱՏՄ շրջանակներում։ Նա նաև նշել է, որ կազմակերպության մայիսին կայանալի գագաթնաժողովը հրաշալի հնարավորություն կտա կողմերին մանրամասն քննարկելու կուտակված բոլոր խնդիրներն ու հարցերը։ Ամուսնու սկանդալները հագցրեցին եւ տանում են։ Բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվել է մեկ ամսով, հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Երևանի Շենգավեթ համայնքում բլոգերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճան էր անվանել։ Ավելի ուշ քննչական կոմիտեում վարույթ էր նախաձեռնվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնաման քրարելուն ուղղված հրապարակային խոսքի հատկանիշներով։ ԱՄՆ-ն ամբողջությամբ մերժել է Իրանի հակամարտությունը կարգավորելու 14 կետանոց ծրագիրը, հաղորդել է Թեհրան Թայմսը։ Միևնույն ժամանակ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ Չինաստանը կարող է ազդել Իրանի վրա Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը լուծելու համար։ ԱՄՆ առաջնորդը նաև սպառնացել է, որ Միացյալ Նահանգները կարող է կրկնել իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունները Ուրանի հասանելիությունը լիովին փակելու համար։ Մենք պարզապես մի քանի ռումբ կգցենք այնտեղ եւ դրանով ամեն ինչ կվերջանա, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համբերությունը Իրանի հարցում սպառվում է։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը եւ Սին Ցինպինը Պեկինում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության ուղին բաց պահելու անհրաժեշտության շուրջ։ Հինգշաբթի Թրամփի եւ Սիի բանակցություններից հետո Սպիտակ տունը հայտարարել էր, որ առաջնորդները համաձայնել են մշտապես բացել նեղուցը։ Թրամփի խոսքով Ցինպինը նաեւ խոստացել է Իրանին ռազմական տեխնիկա չուղարկել։ Առաջնորդները համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստանա, մինչդեռ Թեհրանը հերքել է նման զենք ստեղծելու ձգտումները։ Мы подтвердили в ходе встречи. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հարաբերություններում միշտ մնայուն է փոխադարձ հարգանքը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Երկու երկրների նախագահների հարաբերություններում ոգին միշտ բարեկամական է, ընկերական եւ փոխադարձ հարգանքով, հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։ Սպիտակ տան ղեկավարի Չինաստան այցից հետո սպասվում է, որ Պեկին կմեկնի նաեւ Վլադիմիր Պուտինը։ Այցը նախատեսվել է մայիսի 20-ին։ Մեկօրյա հանդիպումը կլինի առանց խոշոր արարողությունների։ Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի։ Դարնիցկի շրջանում հարձակումից հետո փլուզվել է 9 հարկանի բնակելի շենքի մուտքը, վիրավորվել է 48 մարդ։ Կիևում այսօր սգո օր է հայտարարվել։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պետք է ճնշում գործադրել։ Զելենսկու խոսքով հենց Ուկրաինան է պաշտպանում Եվրոպան եւ աշխարհը, որպեսզի նման հարձակումները, որտեղ զոհվում են երեխաներ, չտարածվեն։ Նա նշել է, որ հակաբալիստիկ հրթիռները միշտ են անհրաժեշտ։ Զուգահեռ Ռիազանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել 12-ը, այդ թվում երեխաներ։ Վնասվել է բազմահար 2 բնակելի շենք, անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են նաև արդյունաբերական օբյեկտի տարածքում։ Բնակիչները տարհանվել են ժամանակավոր կացարաններ։ Մոսկվան եւ Կիևը այսօր 205-205-ի դիմաց գերիների փոխանակում են իրականացրել, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը։ Ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելարուս բժշկական զննության։ Փոխանակումը կազմակերպվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ, նշվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարությունում։